Ուրեմն ուզում եմ կարդալ Ծննդոց երկրորդ գլխից 7-րդ խոսքում ասում է եւ Տեր Աստված հողի փոշու չինեց մարդուն եւ նրա ռնգանց մեջ կենդանության շունչ փչեց եւ մարդը կենդանի հոգի եղավ Աստված ֆիզիկապես շատ ժամանակ մարդիկ հոգեոր մասը չեն գնահատում ֆիզիկական մասն են գնահատում ասենք օրինակ էլի Աստված ամեն ինչ կատարալ է ստեղծել որ նայում ես մարդուն կամ երեխային ես նայում փոքր մեկ այնպես բաներ անում ասես միթե ինչ կա սրա մեջ որ այսքան մտածելով այսքան գործ արեց մի բան կա չենք տենում մարդու մեջ մենք ուզում ենք ուրախանանք ասում ենք վայ մեկը ասում է նապաստակս մյուսը երեխուն ասում է ուզում են նմանացնել են գեղեցիկ փափուկ սիրուն բաներին բայց որ նայում ես չես ավելին նա ինչ նապաստակ ինչ կատու ինչ թռչուն ինչ գառնուկ մարդու մեջ ավելին կա այդ փոքր տարիքին է որ նայում ես այնպիսի բաներ անում զարմանքդ գալիս ասում ես ինչ է սարքել Աստված ու ասում նա ռնգանց մեջ կենդանության շունչ փչեց ինչ է նշանակում շունչ Սենց ասած մենք բացատրել ենք տարբեր տեղեր եթե հիշում եք ասեք հա ինչ է նշանակում շունչ հա ընդհանուր ասում եք կյանքը մի քիչ մեկն է իր կյանքից փչեց իր հասկացողություն ոնց ասած շունչ ասինքն հասկացողությունը ապրելաձևը, նիստուկացը, խելք, իմաստություն, իր միջից փչեց մարդու մեջ, որ մարդը աստվածային իմաստություն ունենա, աստվածային հասկացողություն ունենա, աստվածային աչքերով նայի, աստվածային կյանքով, նիստուկացով վեր կենա շարժվի, գործի եւ այլ։ Այս ամեն ինչի մեջ կա, ասինքն այդ կյանքը, հասկացողությունը, իմաստությունը շնչի մեջ։ Հետաքրքիր է հենց մարդու սկիզբ։ Հենց մարդը ստեղծվեց, նրա մեջ Աստված փչեց, նրա մեջ ոչ թե ուղղակի միայն կրթեց, օրինակ, այնպես չէ որ միայն կրթեր, ասել գնա սենց անան, Աստված շունչը փչել էր, բայց նաև կրթություն էլ էր տալիս։ Եվ մարդը սկսեց աստվածային նիստուկաց ունենալ։ Հենց սկզբից ուրիշ բան չկար, մարդու մեջ աստվածայինը։ Իսկ երբ որ Ադամը արդեն հնազանդվեց օձի, ասենց ասած, ինչպես հայտնության մեջ ասում են, բանսակուն առաջին օձը սատանան, քողարկված սատանան օձի կերպարանքով ինչ արեց, առաջնորդություն փոխեց։ Ադամը պետք է առաջնորդվեր, նստեր, վեր կենար, ապրեր իր բնության համեմատ, որը Աստծուց ստեղծել է, իր խելքով, այսինքն որը Աստծուց ստացել է, այդ իմաստությամբ, այդ կարգ ու կանոնով, բայց նա կարգ ու կանոն խախտեց։ Թեև մի հարցում էր, բայց դա բավական է, որ առաջնորդությունը փոխվի։ Պատկերացրեք, մենք մի ճանապարհ ենք գնում, որ ուղիղ ճանապարհը պետք է գնանք բարի ավարտին, վերջին։ Մեկ էլ մի օձ գալիս է ճանապարհին, ոչը թեքված սենց գնացեք։ Մենք ասում այ մարդ, այս հայվանը, որ ասում է, սենց գնացեք, ուրեմն երևի մի բան գիտի, ճիշտ է։ Մենք փոխվում ենք, ասենք, օձի ցույց տված ճամփում ենք գնում։ Ինչ եղավ։ Քո բարի ավարտը խափանվավ։ Մեր բարի ավարտը խափանվեց։ Էլ չենք հասնել այն ավարտին, այն նշանակետին, որը որ Աստված որոշել էր մարդու համար։ Այն օձի առաջնորդությունն ընդունեցիք ճանապարհի կեսից։ Ու գնում ենք ոնց որ օձը մի ինչ-որ ճանապարհ ցույց տվի։ Գնում ենք, տեսնում ենք դե մահ կա։ Այդպես էլ Ադամի կյանքում էր։
Նա առաջնորդություն փոխեց, իրավունք փոխեց, ղեկավար փոխեց։ Իր ղեկավարի ցուցումով պետք է ապրել, ոչ թե օծի ցուցումով։ Եթե օծը նրան պետք է ղեկավարել, ցույց տար ոնց անի, դարձավ նրա ղեկավարը։ Եվ մահը ժառանգեցին։ Ու ինչ եղավ, արդեն Ադամի մեջից դուրս եկավ աստվածային շունչը։ Աստվածային այդ խելքը, հասկացողությունը, կյանքը, նիստուկացը, սրբությունը, այն կարճ ասած դարձավ մեղանչական։ Ոնց եւ մահկանացու։ Մահկանացու ինչ է նշանակում, դեպի մահ է գնում։ Կմեռնի օրից մի օր։ Դարձավ մեղանչական, այսինքն նա դարձավ պոտենցիալ մեղանչող։ Գնալով, ապրելով նա մեղքեր է գործելու արդեն, չի կարող առաջվա նման իրեն պահել մաքուր ու սուրբ։ Այսինքն ինչ կատարվեց, Աստված նոր, որ ստեղծեց մարդուն, տվեց շունչ, աստվածային, բայց երբ որ մարդը խախտվեց, արդեն այդպես չէր, որ հենց Աստված անմիջապես օծի պոչից բռներ գցել եկում, ասել արի Ադամ, որ չունես դրանից։ Արդեն նա իր մեջ ընդունել է նոր շունչ։ Պետք է այդ փոխվեր, բժշկվեր, եթե այնտեղ ասել արի հիմա փոխեմ, ոչ էլ Ադամը կհասկանա, այն որ չհասկացավ, հիմա էլ չէր հասկանա։ Եվ Աստված ժամանակ որոշեց, որովհետեւ ճիշտ ժամանակին մարդու նորոգի, նոր մարդ ստեղծի։ Եվ նորից նրա մեջ դնի իր շունչը։ Մարդու մեջ դնի իր շունչը։ Ուզում եմ մի հատված կարդանք Եփեսացիների թղթից, ասենք Պողոսի ուղարկած նամակից 4:17-ից եմ կարդում, ասում եմ. Սա եմ ասում եւ վկայում Տերով, որ դուք այնպես չգնաք, ինչպես ուրիշ հեթանոսներն են գնում։ Իրենց մտքի ունայնությունով, ինչի ասում ուրիշ հեթանոսներ, որտեղ Եփեսացիներն էլ հեթանոսից սյունեցին դարձեն։ Դուք նոր կյանք եք ստացել։ Արդեն հрьяաներ չեն, հեթանոսներից են, բայց արդեն Աստծո ծառաներ, Աստծո մարդիկ են դարձել։ Դրա համար այն հեթանոսների նման չգնաք։ Ասում է, որոնք գնում են իրենց մտքի ունայնությունով, որոնք խավարած են մտքով եւ օտարացած Աստծո կյանքից։ Հետաքրքիր պատասխան։ Ադամը օտարացավ Աստծո կյանքից։ Երբ որ ընդունեց ուրիշ առաջնորդից, նա օտարացավ Աստծո կյանքից։ Այն տգիտության պատճառով, որ նրանցում է իրեն սրտերի կուրության համար, այսինքն Ադամի վրայով սրտի կուրություն էլ եկավ, երբ որ Աստծո առաջնորդությունը, Աստծո կյանքը թողեց, օտարացան Աստծո կյանքից, նրանց վրա կուրություն եկավ, խավար են, մեղանչական ու մահկանացու են։ Եվ շարունակության մեջ ինչ ասում, որ անզգացած իրենց անձերը մատնեցին անառակության ամեն պղծության գործերի մեջ ագահությունով, բայց դուք Քրիստոսին այսպես չսովորեցիք։ Այսինքն այդ հեթանոսները ինչպես որ ապրում են, ինչպես որ վարվում են, Քրիստոսի դասերն ուրիշ են։ Քրիստոսի օրինակը, պահվածքը ուրիշ է։ Նրանց նման չի, տարբեր է։ Դրա համար ասում եմ, բայց դուք Քրիստոսից այդպես չսովորեցիք։ Եթե նրանից լսեցիք եւ նրանով սովորեցիք, ինչպես որ ճշմարտությունն է Հիսուսումը, որ ձեզանից դուրս հանեք առաջին գնացքի պես եղող հին մարդը, որ խաբեության ցանկությունով ապականված է, հետաքրքիր, շատ հետաքրքիր է, խաբեության ցանկությունով ապականված է, փչացած է, օծը խաբեց Եվային, նույն խաբեությունը գործեց, այսինքն թեկուզ հասկանալով, բայց այդ խաբեության առաջարկությունը նաև ընդունեց Ադամը, խաբեության ցանկությունով ապականված է մարդը, ովքեր որ Աստծուց հեռու են, այսինքն խաբեց, նայեց, Եվան ցանկացավ, կերավ, ապականվեց, չէ՞, ինչ, որտեղից որտեղ է խփում, խաբեության ցանկությունով ապականված է մարդը,
խաբված ցանկություն, ստից եղած առաջարկություն, ցանկություն եւ ապականություն։ Եվ ձեր մտքի հոգովը նորոգվեցեք եւ նոր մարդ հագեք, որ Աստծո պատկերի պես ստեղծված է ճշմարտության արդարությունով եւ սրբությունով։ Բայց ինչ դրա փոխարեն չարեք։ Ձեր մտքի հոգովը նորոգվեցեք, նոր մարդ հագեք Աստծո պատկերի պես։ Ասենք որ Ադամը Աստծո շունչը ստացավ, նա Աստծո պատկերի պես եղավ, բայց հետո նա իր շունչը փոխեց, այո ընդհանուր հոգով Աստծո պատկերի մեջ էր, բայց իր ապրելաձևը, իր կյանքը օտարացավ, նա արդեն Աստծո պատկերի կյանքը չուներ, Աստծո պատկերի նիստուկացի չուներ, Հիսուսի դրա համար կոչ անում նոր մարդ հագեք, իհարկե որ ասում են նոր մարդ հագեք, սա գիտենք որ հավատքով է Քրիստոսի օգնությամբ է, այսինքն ինչու ասում, հակեք, որտեղ մենք պետք է հոժարվենք, մենք պետք է համաձայնվենք, Աստված մեր կյանքում հոժարությունով է գործում, մեր հոժարությունով, ասենք օրինակ Հիսուսը ջուրը դարձրեց գինի, նա ջրից չհարցրեց, ուզում ես դառնաս գինի, թե չէ, բայց մարդու հետ վերաբերմունք չունի, կարող եմ փոխել, բայց դրա տարբերությամբ Քեզ մի հատ հարց կտամ, ուզում ես, օրինակ, ջուր դառնաս գինի, թե չէ մարդ, դառնաս գինի, թե չէ, կամ մեղավոր ուզում ես դառնաս արդար, թե չէ, ուզում ես դառնալ փրկված, ուզում ես հագցնեմ քեզ Աստծո պատկերի մարդը, քո մեջ նոր շունչ դնեմ նորից, այն որ Ադամը կորցրեց, ես դնեմ, քո մեջ նոր շունչ դնեմ, և դու նորից դառնաս Աստծո պատկերի պես կատարյալ մարդ։ Դրա համար Աստված մեզնից հարցնում է, թույլտվությամբ է մոտենում, չի բռնանում։ Շատ ջանք տեսել ենք տարբեր հավատքի, տարբեր խմբերի մարդիկ, որ ինչ են անում, խորամանկությամբ են գործում, որ մարդու սարքեն հավատացյալ։ Սա Աստծո ուզած մարդ չի դառնա։ Խաբված մարդը Աստծո պատկերով չի դառնա։ Նա պետք է գիտությամբ, իր ընտրությամբ որոշի հոժարվի, որ Աստծո դառնա։ Բայց եթե ինչ-որ խաղերի բերես, կան հիմա լիքն են։ Դավանություններ են անել տալիս, տո չգիտեմ ինչ են անել, իրանց մեջ էլ ուրախանում են։ Թեկուզ խաբեցի, բայց սաթո փրկվավ, այդպես մարդ չի փրկվում։ Հակառակ դու ես կործանված, ոչ թե ինքը փրկված։ Ուրեմն Աստված արդարության, սրբության, գիտության ճանապարհով է գնում։ Մարդուն չի խաբում Աստված։ Դրա համար ասում հագեք նոր մարդը, այսինքն հոժար ես, համաձայն ես, բայց ինչ անեմ, հաջորդ քայլը էս է, Հիսուսին գնա։ Հենց այդ թեմայով խնդրի եւ Հիսուսը քեզ նոր մարդ կդարձնի։ Իր շունչը կդնի քո մեջ եւ դու կլնես Աստծո պատկերով մարդ։ Դրա համար ասում եմ նոր մարդ հագեք 25-ը ձեզանց հանեք, դենք գցեք հին մարդը, որ խաբերության ցանկությունով ապականված է։ Խաբերության ցանկության վրա խաբնված նորը Աստված չի տա։ Նոր գինին հին տիկերի մեջ չեն լցում, կտրակի, չէ՞։ Դրա համար կոչը սա է, հանեք հինը և նորը հագեք։ Ուրեմն ինչ է նշանակում։ Մենք պետք է այո, հանելը սա է, մեր հոժարության մեջ պետք է համաձայնվենք, ինչը թողենք և պետք է համաձայնվենք, ինչը վերցնենք։ Հանենք հինը, ապականվածը, չարությունը, մեղքը, ինչ-որ Աստծո կյանքի համեմատ չի, Քրիստոսի նիստուկացի համեմատ չի։ Հոժարում ենք, որ այս բաներից մաքրվենք և ընդունենք աստվածային նոր կյանքը։ Աստվածային նոր կյանքը գիտեք ոնց է, սեզ չի։ Մարդը անջատված ռոբոտին ման մեկ էլ տեսավ բանը հանին, մի հատ դիսկ հանեցին, հին պրոգրաման, ասենց ասած, մեկ էլ նոր դիսկ դրեցին, վայ, մեկ էլ տեսնում ես արդեն ծխերը թողել եմ, վայ,
Ոնց է լավ, շատեր ուզում են իբր թե Աստծո փառավորեն, ասում են, անկախ ինձանից, սկսի չծխել, սուտա, այդպես բան չկա։ Անկախ իրանից չկա, Աստված քո կամքը հարցնում, անկախ քեզանից չի, քո կամքից է հարցնում, փոխի քեզ, բժշկի քեզ, ինչ անի, ինչ չանի։ Դարձնի նոր մարդ, այս հին բաներից մաքրի, օրինակ ծխախոտից է, ալկաշությունից է, տո ես ինչերից է, գողություն սիրելուց է։ Շատերը գալիս են մեկ այդպես գովում են, հələ դեռ ասենք օրինակ ինչ-որ մի գող ապաշխարել է, մեկը չէ, շատերն են ապաշխարել, մեկը բերում են, գայթակղեցնում են, ուզում են ասեն հետ գնա, գիտես ով ահել է, զակոնի գող ահել է, սենց ահել է, ասենք ինչ է, իր անցյալն ես ուզում նորից առաջ բերես, գովում ես, ինքը դրանց ապաշխարել է, որտես չլնի, ապաշխարելիս զզվում եմ իմ անցած կյանքից, չեմ ուզում այդպես ապրեմ, ոչ թե որոշ հատասան բերել են գովազդում են իր հին կյանքը, իբր սենց լավ տղա էր, սենց սուրբ էր, չգիտեմ ինչ է, ինչքան ուզում մարդկանց չափանիշով ինչքան լավ տղա լինի, Աստծո չափանիշով լավ տղա չկա, մի լավ տղա կար, դա Հիսուս Քրիստոսն էր, որ մեղք չգործեց, մնացած բոլորը վատ են, աղջիկ թե տղա, տարբեր մեղքեր ենք գործել, մեկ էս կամ մյուսը են, բայց ամենայն դեպս բոլորս մեղանչել ենք, մենք փոխանակ հաստատենք նոր կյանքի մեջ, հələ մի հատ են հին կյանքը հիշեցնում ու գովազդում ենք, իբր զարմացնենք մեր դիմացին, տես ինչպիսի մարդ է ապաշխարել, այդ ինչքան մեծ հրաշք պետք է լինի, որ ստեղծագործությունից ավելի մեծ լինի, որ հողը փոշիցը, մեկ որ ասեցի, ուրիշ բան, որ մենք գնահատենք հոգևոր մասը, բայց շատերը բարձրանում են իրենց ֆիզիկական երևույթով, ինչ ուզում ես եղիր, մի բուր հողել չես, մի բուր հողել չեմ, կոնը մի բուր հող դինենք, փոշից ենք սարքել, դրա համար որ մարդը մահանմա պտմա, որ եթե կանաս հավաքես կտենաս, չկեմ կես բուրրա, թե մի բուրրա են էլ կարգին հողել չի, պրչես թռնումա, կամ վառում են տեսնես, ինչ ամենամ, տակը, մի փոքր սև փոշի, դնում ես շշի մեջ, ասում ես էլ քո հեր է, տար, արտասանում տենց են յանց հորոտեն են, և այլ, Աստված ձեզ պահի, ուրեմն հանեք հին մարդը, հակեք նոր Աստծո պատկերի պես, բայց էլի Աստված է անում, մեկ ուրիշ հատված ձեզ համար կարդամ, ուրեմն ինչ է ասում, Եբրայեցի 8-ի 7-ից եմ ուզում կարդալ, Աստված խոսում է Երեմիայի մարգարեով է խոսել ուրիշների միջոցով իհարկե նախորոք ասել է, որ այսպիսի օրեր կգան, որտև եթե այն առաջինը, ասենք ուխտը առանց պակասության լիներ, էլ երկրորդի համար տեղ չէր որոնվի, որտև նրանց, ասենք այդ ժամանակ առաջին ուխտի մեջ եղողներին, հրեաներին հանդիմանելով Աստված ասում է, ահա օրեր կգան, ասում է Տերը, որ ես նոր ուխտ կկատարեմ Իսրայելի տան և Հուդայի տան հետ և ոչ թե այն ուխտի պես, որ նրանց հայրերի հետ արի այն օրումը, որ նրանց ձեռքից բռնեցի Եգիպտոսի երկրից հանեցի ազ, որտեղ նրանք չմնացին իմ ուխտի մեջ, պարզ ասում է, չմնացին, վերջ, ես էլ քանդեցի, և ես էլ անփույթ եղա նրանց համար, վերջ, քանդվավ, էլ ինչքան ուզում է թող հիմա տաճարներ շինեն, էլ Աստված չի գնա հին ուխտին, դուք տեսնում եք ամբողջ աշխարհը սպասում է այդ Իսրայելի իբր թե տաճար շինվի, զոհեր արվի, բան իբր թե Աստծո հետ ուխտը նորոգեցին, նորոգել չկա, մեռավ, գնաց, խաբված են, լավ են իմաստուն մարդկանց քանի հատ բարձրագույնը ավարտել, բայց այսքան չի հասկանում, դրա համար Տերը ինչ է խոսում, որտեղ սա է այն ուխտը, որ կդնեմ,
Իսրայել տան հետ այն օրից հետո ասում է Տերը, կտամ իմ օրենքները նրանց մտքի մեջ եւ նրանց սրտերի վրա կգրեմ նրանք եւ նրանց կլինեմ Աստված եւ նրանք ինձ կլինեն ժողովուրդ եւ նրանց ամեն մեկը չի սորցնի իր ընկերին եւ ոչ էլ ամեն մեկ իր եղբորը եւ ասի ճանաչի Տիրոջը որտեղ ամեն մեկն էլ կճանաչի ինձ նրանց փոքրից մինչեւ մեծը որտեղ նրանց անօրենությունները ներող կլինեմ եւ նրանց մեղքերը այլևս չեմ եւ անօրենությունը այլևս չեմ հիշի նոր ասելով այն առաջինը հնացրեց եւ այն որ հնանում է ծերանում է եւ մոտ է ապականության եւ իհարկե Տերը ասեց ամեն ազգերի հետ շարունակության մեջ կարդում ես ոչ թե մենակ Իսրայելին եւ ամեն ազգերին կկանչեմ եւ հորդելով պետք է գան Սիոն ասենք Քրիստոսով կատարած ուխտին ուշադրություն դարձեք հետաքրքիր Աստված երբ որ մարդ ստեղծեց շունչը փչեց հիմա նոր մարդ է ստեղծում ինչ է անում ոնց շունչը փչեց Աստված նոր մարդը որ ստեղծեց իմ օրենքները կդնեմ նրանց մեջ եւ նրանք ինձ կճանաչեն փոքրից մեծը հետաքրքիր է առաջին ստեղծագործության ժամանակ երբ որ Ադամին ստեղծեց Ադամը մի հողից կուկլա էր սարքած ամեն ինչով թեև իր օրգաններով, բայց չաշխատող։ Աստված որ փչեց, ասում նա կենթանի հոգի դառավ։ Կենթանի հոգի դառավ, ասում մեզ հնարավոր է այս երկրորդը դրա նման թվա, որ փչեց, ինստինկտիվ կենթանացավ, սկսեց, որ ասում ճանաչեն ինձ։ Եվ սկսի ճանաչել, բայց այդտեղ երկրորդ մարդ, նոր մարդը ստեղծել է։ Աստված ուրիշ ձև է անում։ Իհարկե Աստված սրանց առաջ կանչում է ապաշխարության։ Սրա մեջ մեծ գաղտնիք կա։ Նոր ուխտ եմ կնքելու Իսրայելի տան հետ։ Նոր ուխտ։ Եվ ինչ կանեմ, ասում ոչ թե այն ուխտի պես, որ նրանց հայրերի ձեռքից բռնեց Եգիպտոսից հանելու համար, որտեղ նրանք չմնացին իմ ուխտի մեջ եւ ես էլ ամփոփ եղա նրանց համար, որտեղ սա է այն ուխտը, ուշադրություն դարձրու, ուխտը, նոր ուխտը։ Ասում է Տերը, որ կտամ իմ օրենքները նրանց մտքի մեջ։ Մենք գիտենք նոր ուխտը Քրիստոսով է։ Նոր ուխտ Քրիստոսով, Աստծո համար դժվար չէր ասել, այլ նոր ուխտ եմ կնքելու, որտեղ հին ուխտի մեջ էլ զոհ կար։ Ասում Մոսես երբ որ մորթեց գառը զոպայով չեմ անում զոպան ինչ է ինչ որ ինձ թվում է ասած այն որ ավելներ կամ փոքր տեսել եմ որ կանաները պրավասլավի մեկ հատուկորին որ թաթխում են ջրի մեջ շփում են էլի եւ այդպես է Մոսես մի բան ունի կոչվում է զոպա անունը եւ ասում Արոնը սրսկեց ժողովրդի վրա, ասեց, հա, այն ուխտի արունը։ Եվ ասում է, ուխտը զոհն էր, բայց Տերը երբ որ խոսում է հին ուխտի մասին, չի խոսում այդ զոհը, այդ արարողությունը, այս ուխտ ունեի ձեր հետ, կարճ։ Չպահեցիք, ես էլ անփույթ եղա ձեր հանդեպ, թողեցի ձեզ։ Բայց նոր ուխտ եմ դնելու, նոր ուխտ եմ ասում, իմ օրենքները կդնեմ դրանց մեջ։ Այսինքն, ինչ է նշանակում, Տերը կարար ասել, ես նոր ուխտ եմ դնելու, իմ գառն եմ ուղարկելու, ոնց որ Հովհաննես Մկրտիչը ասեց, ահա Աստծո գառը, որ վեր է առնում աշխարհի մեջ, իմ սուրբ գառն եմ ուղարկելու, ձեր մեղքը, ուրիշ տեղ ասված է Եսայի 53-ում եւ այլ, որ ուղարկելու է, զոհելու է եւ այլ, բայց այստեղ հենց ուխտի հետ խոսում են, կարճ, չի ասում, Հիսուս գառն եմ ուղարկելու, նա խաչվելու է, կարար ասել, ոնց որ ուրիշ տեղում ասել, նա ձեռքերը, ոտքերը պետք է ծակեն, գրված է Սամոսներում։ Շատ բան կար, բայց Տերը սենց խոսեց, իմ օրենքներն եմ դնելու ձեր մեջ, ահա ձեզի նոր ուխտ։ Եվ նրանք պետք է ճանաչեն ինձ, ինչու պետք է ճանաչեն, որտեղ այդ օրենքը
ասես մի փայտիկ չի դրեց մեջները, վերջացավ։ Այլ օրենքը մի շարան է, որի մեջ հասկացողություններ, գիտություններ, իմաստություններ, աստվածաճանաչություն է գրած։ Այդ օրենքներով ինձ պիտի ճանաչեն։ Այդ օրենքներով ինձ պիտի ճանաչեն։ Դնեմ իմ օրենքն աստրտի մեջ եւ նրանք ինձ ճանաչեն փոքրից մինչեւ մեծ։ Կիմանա ես ով եմ, ինչ եմ ուզում, ինչ չեմ ուզում։ Ես ասում եմ մի ցանկացի, մի գողացի, ուզում եմ ծնողիդ պատվես, կուրկ չպաշտես, աստված պաշտես, արդեն Աստծո ինչ ուզել է, ինչ չուզել է օրենքով բացահայտ է։ Դրա համար ասում եմ, օրենքս կդնեմ նրանց սրտում եւ նրանք կճանաչեն ինձ։ Իհարկե արդեն Քրիստոսի գործով արդեն մարդը որ մտնում է նոր ուխտի մեջ, փաստորեն եկեք sense մտածենք, այս խոսքը լավ հիշեք։ Կամ մի հատ էլ գրենք գրատախտակին չէ։ Մենք ցես բան պաստառի վրա գրենք ու կախենք։ Որ անդադ հիշեք այս թանկ գործը, որ Աստծո նոր ուխտի աշխատանք է կարելի է sense ասել։ Նոր ուխտի մեջ Աստված այսպիսի աշխատանքով է սկսում, օրենքը դնում է մարդու մեջ։ Եվ ինչ է կատարվում, եթե մենք նոր ուխտը ընդունած մարդ ենք, եթե մենք իրոք նոր ուխտի մեջ ենք Աստծո հետ, նոր մարդ ենք, բացառում է, որ Աստծո օրենք չունենանք մեր սրտում։ Աստծո օրենքը մեր մեջ։ Ում մեջ Աստծո օրենք չկա, նա նոր ուխտի զավակ չի, նոր ուխտի մեջ չի։ Սա պարզ հայտարարությունն է Տիրոջ խոսքով։ Որտես նոր ուխտը սա է, իմ օրենքը կդնեմ նրանց մեջ։ Ում մեջ դրված չի, նա դեռ նոր ուխտի մեջ չի։ Պողոս առաքյալը խոսեց օրենքի մասին, հին ուխտի համեմատ, ասես մարդը օրենքով չի փրկվում, այլ շնորհքով, այսինքն օրենքով էս էր։ Սուրբ օրենք, որտեղ ասում են օրենքը սուրբ է, իսկ ես մարմնով եմ ծախված մեղքի տակ։ Այսինքն մեղքի տակ եղող, մեղքի գերի մարդը չի կարող սուրբ կատարյալ օրենքներ պահի, չեն հասկանա շատ ժամանակ որ կարդային։ Դրա համար չես կարող կարդաս, կատարես, փրկվես։ Այսինքն երբ որ դու կարդաս, կատարես, սա դարձավ քո աշխատանքը, քո գործը։ Այսինքն Պողոսն ասում է դու չես կարող քո աշխատանքով, գործով չի, շնորհքով, հավատքով, մեր աշխատանքով չի։ Ձրի Հիսուսը շնորհում է, շնորհքով նշանակում է նվիրում է, նվեր է տալիս փրկությունը, մեղքերի թողությունը։ Մեր արնելով չի։ Եթե մենք չենք կարող այդ սուրբ օրենքը կատարել, չի նշանակում այդ օրենքը բանի պետք չի։ Բայց Աստված ձրի փրկում է, ձրի շնորհքը տեղափոխում է մեր մեջ, մենք ոչ մի բան չենք անում, որ ինչ որ մեր սրտերում տեղ ճարենք օրենք լցելու։ Համաձայնվում ենք, Աստված լցնում է։ Լցրեց իր օրենքը մեր մեջ։ Սկսում ենք Աստծո գիտություն ունենալ, Աստծո ճանաչողություն ունենալ օրենքով։ Օրենքը կլցեմ, դնեմ նրանց սրտում, եւ նրանք ինձ կճանաչեն։ Ասես եթե ուզում ես Աստծուն ճանաչես, Հիսուսի այս գործով է։ Հիսուսը նոր եղբայրը կարդաց, ես լսում եի ուրիշ տեղ էի նստած, ներսում չէի։ Որ ասես որ Քրիստոսով օրենքի արդարությունը կատարվի մեզանում։ Օրենքի արդարությունը, օրենքի հասկացողությունը, օրենքի կյանքը, շունչը մեզանում լինի։ Հիսուսը մեր մեջ դնում է օրենքը իր հոգով, խաչով ազատում է մեզ, ներում է մեզ, սրբում է մեզ, նոր մարդ է սարքում եւ սկսում է լցնել նոր կյանքով, օրենքի գիտությամբ, օրենքի ճանաչողությամբ, սկսում են Աստծուն ճանաչել։ Նա որ օրենք չունի իր մեջ, նա Աստծուց չի, այսինքն նոր ուխտի մեջ չի։ Մենք տեսանք, որ Պողոսը բացատրում է օրենք չես կարող կատարես, որ փրկվես, թող քեզ չխաբեն մարդիկ, Քրիստոսի ձրի նվերից պոկեն, տանեն օրենքը դնեն դեմդ, ասեն կատարի, 1000 տարի կատարեն, ուզում են կատարեն, չկարծան, օրենք ես խափեմ, տանում նորից կանգնեցնեմ պաստառների առաջ, որ կատարի։ Մանավանդ արարողության օրենքները, ոչ թե իրավունքի, թել պատվի, շաբաթ պահի,
ձեր այս բան չտաս, այս լվացումներ արա։ Երկու տեսակ օրենք կա, ավանդությունների օրենք և իրավունքի օրենք։ Իրավունքի օրենքները աստված տեղափոխում են մեր սրտերի մեջ։ Եվ ինչ է կատարվում, մենք տեսանք, որ մարդիկ Պողոսի ասածը լավ չհասկացան, վերցեցին մի հատ կարճ հայտարարություն, օրենքի տակ չեք, շնորհքի տակ եք։ Ամբողջ աշխարհը այսօր վարակվել է դրանով։ Երբ որ ները պետք է գար, հետաքրքիր վկայություն կա Դանիելի մարգարեության մեջ։ Ուղղակի մենք մեր տկարության պատճառով շատ չենք կարողանում շուտ հասկանալ։ Մի քիչ որ տողեր իրարից հեռանում էլ չենք կարողանում սա հետ կապել։ Կարծես տեսնում եք, այդ ուրիշ բան է, էս ուրիշ բան է։ Գրած է, ները այսպեսի խորհուրդ պիտի անի։ Ժամանակները փոխել եւ օրենքները փոխել։ Լավագույն դեպքում մենք հասկացանք, որ ժամանակներն ու օրենքները փոխի աշխարհում։ Ասում ենք, հա տեսնում ես, առաջ ոչ մի պետության օրենքում չկար միասեռականություն, չգիտեմ, երեխաների ապստամբություն ծնողի դեմ եւ այլ, հա տեսնում եք արդեն փոխել է։ Բայց մեկ է որ նայում ես շարակցության մեջ տենում ես նրա պատրաստը միայն աշխարհի պետությունների հետ չի, ժողովուրդների հետ չի, նաեւ եկեղեցու հետ է, Աստծո տաճարի հետ է։ Եվ ասում մի բան խորհեց։ Ինչ խորհեց։ Օրենքներ եւ ժամանակներ փոխի։ Բարձ գրած է, բայց չենք հասկանում։ Ասում մեկ էլ մի գործ արեց եւ ուշը դարձեց ուխտազանցների վրա։ Այսինքն արդեն եկեղեցու մասը, աշխարհի մասը վերջացավ, որ աշխարհը պատերազմ, կռիվ, դավի, կոտորե, արունահեղություն, այդ արունեն լրին իրանից իր խմբից կուզվի։ Հա։ Բայց մեկ է ասում ուխտազանցների հետ։ Աշխարհը Աստծո հետ ուխտի մեջ չի, եկեղեցու անդամներն են ուխտի մեջ։ Եկեղեցու անդամները ուխտի մեջ են։ Եվ ուշը դարձեց ուխտազանցների վրա, հետո հրապուրեց սքանչելիքներով։ Մեծ գումարներ դրեց, իր հաշվին տարավ արտասահմանները ման տվեց, բերեց, նվերներ տվեց, թանկագին արժեքավոր բարձր աստղերի, ասենց ասած, հյուրանոցներում քնցրեց, ձրիկեցրեց, խմցրեց, մի հատ էլ փող դրեց, ջեբները ճամփեց, հրապուրվեցին, նվերներ տվեց տերանք, տարբեր հարցերում ուշը դարձեց եւ ուխտազանցները չէին կարա չընդունեն ների քարոզիչներին։ Մեկ է ների քարոզիչները գալիս են, սկսում են եկեղեցում քարոզել։ Օրենքի տակ չենք, շնորհքի տակ ենք, ու սկսում են օրենքը հանել։ Հիմա որ խոսում ես եկեղեցիներում մեջ օրենքի անուն տալուց զզվանք ունեն օրենք անունից։ Ուզում ասես Աստծո օրենք, ժողովուրդ Աստծո օրենք։ Օրենքի տակ շնորհքի չի հասկանում։ Այսինքն երբ որ 90-ական թվականներին 2000-ի մարդիկ եկան, ասին մենք ձեզ կօգնենք, մենք էլ օֆիկտատի տանն ենք ժողովանում։ Դոմիկ էր, դոմիկ։ Տուն էլ չէր, դոմիկ։ Բայց մենք այնտեղ ենք անում։ Ժողովուրդը չէր հերիքում ներսը, շատ օրեր եթե տաքեր լուսամուտները բացվել դուրսն էին մնում, կանգնած են, շատ աթոռ էլ չունեինք։ Մեզ առաջարկեցին ձեզ օգնենք մի հատ շենք առնենք, ձեզ ժողովրդին տեղավորեք։ Ասենք կմտածենք, հետո եկանք եղբայրներով մտածեցինք, ոմանք ասին լավ է, էլի թող օգնեն, թե չէ հերիք է ժողովուրդը դոմիկում մնա, ոմանք էլ տնած են անում, ասում են, այս ինչ Աստծո ժողովուրդ են, դոմիկի մեջ է միջև հիմա ժողովանը, մեզ կոմ, Տիրոջ ողորմության, որ ասես շրջել էի, գիտեի, որտեղ ինչա կատարվի արդեն, ասում չէ, եղբայրներ, եկեք ինձ լսեք, մենք դրանց նվերները չվերցնենք։ Մի հատ մեխել իրանցից պետք չի մեզի։ Եթե նրանք օգնություն տան, վաղ եկանք ասեն, իրանց քարոզիչի կբերենք, ասեն, թող բեմից քարոզի։ Մեկը կտենաս է ծուր բաներն է քարոզում։
Եթե վերցել եք թակարդն եք գնելու, ստիպված պետք է թողեք կանգնեն խոսան։ Կանգնեն խոսան, սխալ խոսան, եկեն բան ու գործ չունենք, գնենք սկսենք, ասենք դու ճիշտ չես, սխալ ես, հետո վիճենք էսանեան ժողովրդի առաջ ավելի լավ որպեսի իրանց ոտատեղ չտանք, որպեսի գան եկեղեցու, կա մի ամիտ, օրինակ եմ ասում, ինչ-որ եղբայր ձևանան, գան ու կանեն քարոզեն, արդեն մենք ավելի հեշտ կհակառակվենք։ Ձեզ ոչ պարտական ենք, ոչ չկան ձեզ ընդունենք։ Եթե տենակ ծուռեն։ Սկսեցին կամաց Աստծո ճանապարհը սովորեցնել ճշմարտություն, ոչ թե ստիպված փողա տվե ոտատեղ ունի, փողա տվե պետք է քարոզի, փողա տվե պետք է շրջի մանգա ընտանիքները եւ այլ։ Աստված ձեզ պահի։ Իհարկե Աստված օրհնի ձեզ էլ ժողովրդին որ հոժարվեց, որ այդ վիճակով համբերի մինչև հիմա էս զալն էլ որ ունենք, ես էլ բավարար չի։ Բայց որ մենք համբերում ենք, բաժանում ենք խմբերի, ես խումբը ես տելնի, ես օրը են մյուս խումբը են մյուս օրը ստելնի, որ տեղավորենք, էլի նեղվածք է, բայց էլի հոժար չենք ուրիշից վերցնելու, իբր թե մեր հարցեր լուծելու։ Տերը իր օրենքը դրեց մեր մեջ, Ժողովուրդ ջան։ Տերը օրենքը դրեց, ները որ ասի Դանիել մարգարեությունից ուխտազանցներ, սա ինչ էր, արեց ու գործեց և ուշը դարձեց ուխտազանցների վրա, հենց այս օրենքն էր առաջինը, որ հանեց և ասում ուխտազանցներին հրապուրեց, անգամ ասում հողերը բաժանում, հարստություն է տալիս, ասում հենց որ ուշը դարձեց և բազուկ դառան նրան, ասում գործող ուշ, ուխտազանց հիմնականում պատասխանատուները, հովիվներ, եպիսկոպոսներ, սարկավակներ և այլ, որտեղ շարքային այնքան իրանց համար կարևոր չի, որտեղ իրանք գիտեն, շատ նժար չի կարա շարժի, և հիմնական իրանք բռնում են այդ գլուխներից, որոնք կարող են ժողովրդի մեջ աշխատանք տանեն։ Եվ տարան Դանիելի մարգարեության մեջ գրած է, պղծեցին սրբարանը, ժողովքը, հետո մշտնջենական զոհ հանեցին, սա շատ կարևոր է, ոչ թե կարևոր, այլ իրարից կապված հերթական քայլեր են։ Պղծեցին սրբարանը, հանեցին մշտնջենական զոհը և ավերմունքի պղծություն դրեցին, որի համար Տերը խոսեց և ասեց Դանիելի մարգարեությունից սովորեք։ Այսինքն ինչը էլավ, պղծեցին հենց իրանց այդ սուտ ուսմունքներով, օրենքի տակ չենք, շնորհքի տակ ենք, դավանության քարոզություն, դիլեմայի քարոզություն եւ այլ, ամեն ինչը թույլ տվեցին նոր ուսմունքներ, նոր վարդապետություններ, որոնք Աստվածաշնչում չես ճարի, եւ հաջորդ քայլը եղավ մշտնջենական զոհը հանել։ Բնական է, օրենքի ինչ դերատանում դաստիարակ է դեպի Քրիստոս։ Օրենքը հանեցին, Քրիստոսի կարիք չես զգա։ Հեշտ կհանես Քրիստոսին։ Արդեն ժողովուրդը չեն նկատում, որ Քրիստոս չի քարոզվում։ Ինչպես ձեզ ասացի, մի տեղ մի հովիվ կանչես գնացի, ժողովուրդը խնդրում էր, հետո եղբայր ջան, էսի 5-6 տարի է մենք Հիսուսի մասին բան չենք լսել, Հիսուսին չենք էլ աղոթել, էլի արի ինչ կլինի։ Ամենայն դեպս արդեն Հիսուսին հանեցին թեմաներից։ Մշտնջենական զոհ հանին, ինչ խաղալիք ասես կտան ժողովրդի ձեռը։ Շոուներ են սկսել այդ եկեղեցի կոչված տեղերում։ Չկա, Քրիստոս հանված է։ Ասում մի եղբայր, իրան որ դուրս հանեցին եկեղեցուց, ասում կանգնել էր այն կողմը, պատից այն կողմ լաց է լինում, ասում մեկը տեսավ Քրիստոսն եկավ իր մոտ։ Ինչ ես լաց լինում, ասում Տեր ինձ եկեղեցուց հանեցին։ Ասում ինձ էլ են անեմի լացին։ Անդե չկամ ես, քո կողքին եմ։ Երբ որ Հիսուսին հանեցին մշտնջենական զոհ, այսինքն մշտական ամենօրյա զոհ, որ ամեն օր մեղ գործես կարող ես, եթե սա այդ ես չեմ ասում ընտրությամբ, կարող ես այդ զոհից օգտվել, թողություն ստանալ։ Եվ արդեն բնական է, որտեղ չկա Հիսուս, այդտեղ ավիրվավ, ավերմունքի պղծություն, արդեն ընես մեղքերի
այնց արարքների շարան են դնում եկեղեցում, որ մարդը էլ չկարողանա ապաշխարի, չկարողանա փրկվի։ Ավերմունք, ավիրվելու են, դրա պատահական չի դրած ավերմունքի պղծություն կամ ավերվածության պղծություն, դենց։ Անվիրում են էլ մարդու հոգին, շունչը, միտքը, էլ երկրորդ անգամ էլ չի կարող ապաշխարի, եթե դրանց ձեռնանք է։ Տերը ձեզ պահի։ Այնքան էլ ասում մենք ճիշտ ենք, ամեն ինչ ճիշտ ենք, մեկ էլ դից դուրս եկող որ անգամ իրանց մեղքը սխալը տենալով դուրս է գալի։ Եղել է որ մեր քույր եղբայրն հրավիրել ասել լավ, որ դու չես գնա կորուստ, արի ստե, ապաշխարի արի մեր մոտ, այս ամենաճիշտ տեղում որ ճշմարտություն չգտա, այդ ձեր մոտ ինչ գտնեմ։ Իրան էլ թվում է ամենաճիշտ տեղն է, այլ ուխտազանցության տեղերը։ Տերը ձեզ պահապան։ Ուրեմն ում մեջ Աստծո օրենք չկա, նա նոր ուխտի մեջ չի։ Ասում եմ, ես նրանց սրտերում պիտի դնեմ օրենքը։ Ինչու սրտերում, որ սրտան սիրես, գուրգուրես, փայփայես Աստծո գիտությունը օրենքը։ Աստծո օրենք պետք է սիրես, ոչ թե իմիգվա նման, հենց Աստծո օրենքի անունը ստանում զզվում են, չեն սիրում։ Անունը դրում են օրենքի տակ, էլ չեն ուզում լսեն, թե տենան ինչ ես ասում։ Նրանք զզվում են, Աստծո օրենքից խռովածը, Աստծո օրենքից զզվածը ուխտի մեջ չի, նրանք երկինք չեն լինելու, Աստծո արքայությունում չեն լինելու։ Աստված ձեզ օրհնի։ Ուզում եմ եպիսկոպոսներ լինեն, ուզում եմ համաշխարհային այդ միսիոներներ լինեն, 10 հատ Եվրոպայում ու Ամերիկայում չգիտեմ որտեղ բարձրագույն հոգևոր կրթարաններ ավարտած լինեն, նրանք տեղ չունեն Աստծո արքայության մեջ, որտեղ նրանք պղծել են եկեղեցիները։ Եվ ավերմունքի պղծություն են դրել շատ տեղերում արդեն։ Տերը ձեզ պահի, զգուշել եք ամեն մեկի խոսքը չի որ ընդունեք։ Նա որ մանավանդ Աստծո օրենք չի սիրում, Աստծո օրենքը սիրել չի նշանակում, գնանք մեկ էլ հին ուխտի կարգին։ Պետք է օրենքը կատարեմ։ Երբ որ Աստվածը դնում մեր սրտում, ասում է վերստին ծնվածի համար Աստծո պատվիրանները ծանր չեն, որտեղ մենք առաջ հին մարդ ենք մեղքի տակ ծախված, չենք կամ սուրբ օրենք պահենք, բայց հիմա Քրիստոսով նոր մարդ ենք, վերստին ծնունդ ստացած մարդ ենք, արդեն Աստծո օրենքները մեր համար հեշտ է կատարել։ Արդեն երբ որ կատարում ենք, ոչ թե կատարել գործով ենք փրկվում, այլ Քրիստոսի շնորհքով փրկվել ենք եւ կատարում ենք նույն շնորհքով։ Աստված ձեզ օրհնի։